Մենք ուրախ ենք Եվրոպական միության, գերմանական գիտական ինստիտուտների և Հայաստանի միջև սերտ համագործակցության համար, և ես հուսով եմ, որ այդ համագործակցությունը կհանգեցնի Սևանա լճի ջրի որակի բարելավմանը։ Գերմանիայի միջազգային համագործակցության աջակցությամբ եւ Որսովան ծրագրի շրջանակներում եւ Եվրամիության աջակցությամբ Սևանա լճի ավազանի հետ ափամերձ հատվածում տեղադրվել է գերժամանակակից ավտոմատ օդերևութաբանական կայան, որը մեզ հնարավորություն է տալիս անմիջապես լճի ափին ունենալ օդերևութաբանական պարամետրեր մթնոլորտային տեղումների, օդի ջերմաշյանի, ջրի ջերմաշյանի, ջրի գոլորշիացման վերաբերյալ, ինչը զգալիորեն կբարելավի Սևանա լճի ջրային հաշվեկշերի կազմման, Սևանա լճի կառավարման հետ կապված որոշում կայացնողներին տվյալների տրամադրման հարցում։ Մենք առաջին անգամ է, որ նորանկախ հանրապետությունում ունենում ենք այսպիսի կայան, որը անմիջապես տեղադրված է լճի առափնի հատվածում։ Մենք ներկայացրեցինք հայ-գերմանական համագործակցության շրջանակներում ինչքան աշխատանք է կատարվել Հայաստանում, ներկայացրեցինք մեր երկրի ամենակարևոր քաղցրահամ լիճը, որ ամենակարևոր էկոհամակարգերից մեկն է երկրի համար, խնդիրները լուծելու համար մենք ունենք երկու ծրագիր, որոնք գործում էին, որոնք համաֆինանսավորվում են Գերմանիայի կառավարության կողմից, Եվրոպական միության կողմից։ Առաջինը դա EU4Sevan ծրագիրն էր, որը ուղղված է մի քանի կոմպոնենտների ու խնդիրների լուծմանը։ Առաջին հերթին դա կայուն գյուղատնտեսությունն է, երկրորդը լավ եւ արդի բնապահպանական տվյալների մոնիտորինգի տվյալների ստացումն է։ Մենք կարող ենք ասել, որ ծրագրերի շնորհիվ մենք Սևանա լճում արդեն ունենք բավականին լավ միջազգային ստանդարտներին համապատասխան մոնիտորինգ ջրի որակական եւ քանակական տվյալների։